Այսօրվա մեր միջոցառումը անակնկալ է բոլորիս համար։ Երևի դահլիճում ոչ մեկը տեղյակ չի, թե այսօր բեմի վրա ինչ է տեղ ունենալու։ Ամենայն դեպս ինձ համար գիտեմ, որ անակնկալ է։ Ճիշտ է, գիտեմ, որ վաղուց պատրաստվում էին երեխաները, բայց թե ինչ են ներկայացնելու, առայժմ հայտնի չէ։ Այսօրվա մեր հյուրն է մեր Սուրբ Աստվածածին Ղազանչեցոց եկեղեցու քահանա Տեր Անդրեասը, եւ ես կարծում եմ, որ եթե մեր միջոցառման ընթացքում որոշ սխալներ, ինչ-որ բաներ նկատվեն, Տեր Անդրեասը ներողամիտ պիտի գտնվի, որովհետև մենք ինքներս, մեծերս էլ տեղյակ չենք, թե ինչ են պատրաստել երեխաները։ Պարզապես այն գաղափարը, որ մեր Արմանը մտահղացավ իր մեջ, պիտի ասեմ, որ նախ այս միջոցառման թե սցենարի հեղինակը, թե գեղարվեստական ղեկավարը, թե ռեժիսորը, ամեն ինչը, ինչ որ անհրաժեշտ է ունենալ միջոցառում պատրաստելու համար, պատկանում է մեր Արմանին։ Եվ մենք վստահ ենք, որ քանի որ Արմանը շատ մոտ է կանգնած եւ ամեն անգամ ներկա է լինում եւ ծառայություն է մատուցում որպես սպասավոր մեր եկեղեցուն, ինքը անպայման կիմանա, թե ինքը ինչով է զբաղվում, իր անելիքը լավ է պատկերացնում։ Ամեն դեպքում չի նաև երաշխավորված չենք, որ կարող է պատահի ինչ-որ փոքրիկ վերություններ նկատվել։ Ես նախապես իրենց անունից հայցում եմ բոլորի ներողամտությունը, եթե ինչ-որ բան այնպես չլինի։ Սա մեր առաջին ինքնուրույն միջոցառումն է, որ կազմակերպվում է միայն ու միայն աշակերտների ուժերով։ Ուրեմն նաև ես կարծում եմ, որ մեր երեխաները հասկանում են, գլխի են ընկնում, թե ինչին են նվիրված, չէ երեխաները այս միջոցառումը։ Ինչ եք կարծում, ինչի մասին պիտի այսօր լինի։ Զատկի մասին։ Իսկ ինչ է զատիկը, գիտեք դուք։ Քրիստոսի հարությունը։ Այդ որ երկինք է բարձրացել դրան, ինչպես ենք ասում։ Հարություն է արել։ Այո, ճիշտ է։ Եվ այս տոնը ինչ է անում։ Սա զատիկը տոն է, որը մեզ խորհրդանշում է Քրիստոսի հարությունը։ Եվ գիտեք, թե ինչպես են այդ օրը մարդիկ իրար շնորհավորում երեխաներին։ Այդպես չէ։ Լավ, բավական, ուրեմն գիտեք, տեղյակ եք։ Դե լավ, իսկ հիմա երեխաներ, մինչև միջոցառումը սկսելը, եկեք խոսքը տանք Տեր Անդրեասին։ Ինչպես նշեցիք, իհարկե, բոլորի համար անակնկալ էր, բայց երևի ինձ համար ամենամեծ անակնկալն է, որովհետև ինձ արդեն հրավիրում է, որպեսզի այստեղ օգնության կարգ կատարեմ, իսկ ես առանց զենք եմ, առանց խաչի, բայց իմ լանջախաչով այդ հարավությունը կատարել համար էր եղավ անակնկալ, եւ հուսով եմ, որ ամեն ինչ լավ ավարտ ունենա, գեղեցիկ ավարտ ունենա, որովհետև առավել ևս, որ այսօր հարության տոններն եք նշում եւ այս միջոցառումը կազմակերպված է հարության տոնը ավելի տեսանելի դարձնելու դեր երեխաներին։ Ես ուղղակի պիտի հուշություն արվեստներ Արմանից կազմակերպել է եւ Տեր Անդրեասին խնդրել ենք, որպեսզի մեր դպրոցի օջախը Սիրելի երեխաներ, ծնողներ, ուսուցիչներ, ամեն մի մեծ տոնին, առավել ևս Սուրբ Ծննդյան եւ Հարության հաջորդող օրերին կատարում է ծնողների կարգ, որի ընթացքում քահանան այցելում է տները, ուտում է օգնում ժողովրդին, որպեսզի այդ օջախը ստանա նաև ավետիսը կամ Սուրբ Ծննդյան կամ Սուրբ Հարության։ Այսօր Հարության ավետիսն է այսօր տրվում այս օջախում, դպրոցն է մեր ամենալավ օջախներից մեկն է եւ պետք է անպայման այստեղ լինի նաև այդ ավետիսը Սուրբ Հարության։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ եկին սեզ Սուրբ Երեցի անուն քո, եկես ցե արքայություն քո, երեցին կամ քո որպես երկինս եւ էդրի, ըսած մեր հանապազոր տուր մեզ այսօր եւ թող մեզ պարտիս մեր որպես եւ մենք թողունք մերոց պարտականած
Եվ մի տանիրես մեզի փորձություն այլ փրկյաց մեզի չարե, զիկոյ արքայություն և զորություն և փառք հավիտյանս ամեն, Ալելույա, 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 օրտեսի և սրպեսի, հացս, աղս, ես ջուրս, գինիս, բարությունս և օջախս, Սուրբ խաչից և բանի Սուրբ ավետարանաս անվանքոր և որդու և որդուին սրպոր, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն, Ալելույա, 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 օրտեսի և սրպեսի, հացս, աղս, ես ջուրս, գինիս և բարությունս, Սուրբ խաչից և բանի Սուրբ ավետարանաս անվանքոր և որդու և որդուին սրպոր, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն, Ալելույա, 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 օրտեսի և սրպեսի հացս, աղս, ըսջուրս, զգինիս, զբարությունս, օջախս, Սուրբ խաչից և բանի Սուրբ ավետարանաս անվանքոր և որդու և որդուին սրպոր, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն, օրհնություն և փառք, հոր և որդու և որդուին սրպոր, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն, պահպանիչ և հույս ավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա և օրհնյա, դասդպրոցս, աշակերտս և ուսուցիչս և ազգս հայոց, ընդհոմանյան սուրբ և պատվական խաչի մտքոյ խաղաղության, հրկյա ազատյա երևելի և ալերևույթ թշնամույն, արժանավորյա գողության հարավորելս կեզ ընդվոր և սուրբ ողբույն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն, ձեզ և մեզ մեծ ավետից Քրիստոս հարյա մերելոց։ Շնորհավոր Սուրբ Զատիկ, այսօր այս պահին օրհնվեց մարդու կյանքի համար ամենաանհրաժեշտ պարագաները, աղահացը և ջուրը, թող միշտ օրհնված լինի։ Եվ դուք սիրելի երեխաներ և ծնողներ, և նաև ձեր օջախների ասնուաղ։ Շնորհավորում եմ բոլորիդ։ Իսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ։ Նրա մայրը Մարիամը նշանված էր Հովսեփի հետ, բայց նախքան ամուսնությունը Մարիամը հողի մնաց Սուրբ Հոգուց։ Հովսեփը նրա նշանածը, որ արդար մարդ է, չուզեց հանրության առջև խայտառակել նրան, այլ մտածեց լռելյան վերցնել նշանը։ Միշտ նա մտածում էր այդ մասին, ահա տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան և ասաց. Հովսեփ, Դավթի որդի, մի վախեցի նշանածիդ, Մարիամի հետ ամուսնանալ, որովհետև նրա մեջ չղացվածը Սուրբ Հոգուց է։ Նա մի որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից։ Այս բոլորը պատահեց, որպեսզի կատարվի այն, ինչ Տերն ասել էր Եսայի մարգայի միջոցով. ահա կույսը պիտի հղիանա և մի որդի պիտի ծնի, և նրա անունը պիտի կոչեն Էմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ։ Երբ Հովսեփը նախնացավ, կատարեց այն, ինչ Տիրոջ հրեշտակը հրամայել էր իրեն, և ամուսնացավ իր նշանածի Մարիամի հետ։ Գոհանում եմ քեզանից, Տերին և Աստվածին, և օրհնում ու փառավորում քո սուրբ անունը, որ հենց ինձ ընտրեցի քո որդու իբրև մայր, և հիմա ամբողջ ազգերն երանի կտան ինձ։ Հիսուսի ծննդից շատ տարիներ անց նա ընտրում էր 12 առաքյալների և նրանց հետ քարոզում Երուսաղեմում, Գալիլեայում, Բեթղայեմում և ուրիշ վայրերում։ Հիսուսը ժողովրդի հետ միշտ խոսում էր առակներով և առաքյալներին հետաքրքրեց, թե որն է պատճառը, որ առակներով է խոսում։
ելավ սեր ցանելու։ Եվ նա սերմանում էր։ Հատիկների մի մասն ընկավ ճանապարհի եզերքին, ու թռչունները եկան կերան նրան։ Ուրիշ հատիկներ ընկան ժայռոտ մի տեղ, ու շատ հող չկար, և հողը խորություն չուներ, իսկ ում հուսան։ Իսկ երբ արևը ելավ, խանձվեցին, և քանի որ արմատ չուներ, չորացան։ Ուրիշ հատիկներ ընկան փշերի մեջ, և փշերը բարձրացան ու փրկեցին նրան։ Իսկ ուրիշ հատիկներ ընկան լավ հողի մեջ, և ուտուղ տվեցին, մեկի փոխարեն 100, մեկ ուրիշը 60, և կամ 30, ով լսելու ականջ ունի, թող լսի։ Ուրեմն լսեցեք, թե ինչ է ուզում ասել սերմնացանի առարկը։ Ճանապարհի եզերքին գտնվող հողը, որի մեջ մտավ սերմը, նման է այն մարդուն, որը լսում է Աստծո խոսքը, հասկանում, բայց չար գալիս և հափշտակում է նրա մեջ սերմնանվածը։ Ժայռոտ հողը նման է այն մարդուն, որը լսում է Աստծո խոսքը, բայց սերմն իր մեջ արման չունի։ Այսինքն նա հավատում է որոշ ժամանակի համար, և երբ նեղության և Աստծո խոսքի հալածանքի ենթարկվի, սկզբում գործնի հավատը։ Փշերի մեջ մտած սերմը նման է այն մարդուն, որը լսում է Աստծո խոսքը, հասկանում, հավատում, բայց երկրային կյանքի հոգսերը և հարստության հրապույրը թեխտում են այդ խոսքերը։ Իսկ լավ հողը նման է այն մարդուն, որը լսում է Աստծո խոսքը, հասկանում, հավատում և ուտուղ է տալիս, մեկի փոխարեն 100, մեկ ուրիշը 60 և կամ 30։ Ինչու ես առանձներով խոսում ժողովրդին։ Դուք պետք է գիտենաք Աստծո արքայության գաղտնիքները, բայց ոչ նրանք, որովհետև ով ունի, նրան պիտի տրվի ավելիով, իսկ ով չունի, նրանից պետք է վերցվի փոքր բաժիններ։ Ես դրա համար եմ առակները խոսում նրանց հետ, որովհետև նայում են, բայց չեն տեսնում, ականջ